Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Բարև ձեզ արգելի հեռուստատողներ, մենք շարունակում ենք կարևորագույն թեմաների քննարկումները, այս բան ես զրուցել եմ պարոն Հայկ Նահապետյանի հետ, շնորհակալ եմ պարոն Նահապետյան մեր ավերը չմերժելու համար։ Քաղաքական process-ները ըստ էության այդ նախընտրական ընտրական process-ներն ավարտվեցին համապատասխան ընտրական գործընթացները եւ դա գաղտնի է դեռ պլանը հետ ընտրականի։ Դրա մասին չեմ ուզում հարցնել, ուրիշ բանի մասին եմ ուզում հարցնել։ Իշխանությունները այնուամենայնիվ չնայած կաբինետը Նիկոլ Փաշինյանի շատ փոփոխությունների չի ենթարկվում, բայց էական ինչ որ փոփոխություններ էլ կան, առաջինը օրինակ Ալեն Սիմոնյանի նախագահ չդիտարկելն էր ինքն խորհրդարանից դուրս գալը, որքան էլ մենք չենք մտնում իրենց անձնական հարաբերությունների մեջ, դա մեզ հետաքրքիր չի, բայց այստեղ հետաքրքիր է տարբեր վերլուծություններ կան։ Մի մասն ասում է Նիկոլ Փաշինյանը փորձում է ապացանցավորել իր շուրջը, այսինքն կամ հնարավորինս թույլատրել արևմտյան ազդեցությունը իր վրա կամ ճնշումը։ Մի մասն ասում է Ալեն Սիմոնյանի հարցը անձնական հարց է, դուք ինչ եք կարծում։ Ես հենց այնպես չէ, որ ինքը ես երրորդ տեսակետ ունեմ։ Խնդրեմ։ Խորհրդանական կառավարման համակարգերում սովորաբար օրենսդիր մարմնի ղեկավարի կարգավիճակ բավականին բարձր է։ Այդ թվում նաև Հայաստանի Հանրապետությունում։ Օրինակ մինչ ընտրությունները Ալեն Սիմոնյանի որպես օրենսդիր մարմնի ղեկավարի գործառույթների մեջ մտնում էր նաև որոշ պետությունների հետ իր գոլեգաների բավականին ջերմ մտերմիկ հարաբերությունները ապահովում, որը շատ բնական է։ Կապ չունի ինչ իշխանություն է, ցանկացած իշխանություն այդպես պետք է անի։ Եվ այդ պետությունների հետ հարաբերություններում օրենսդիր մարմնի ղեկավարի կեցվածքը շատ կարևոր է։ Նշեմ այդ 3 պետություն՝ Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ադրբեջան։ Ես կարծում եմ, որ Ալեն Սիմոնյանը հիմնականում այդ 3 պետությունների, որոնք կարևոր են մեր տարածաշրջանում, կարևոր են Հայաստանի ներկա եւ ապագայի համար, ինքը այդ հարաբերությունները պահում էր։ Չեմ ուզում գնահատեմ վատ է լավ, բայց պահում էր եւ կարողանում էր այնուամենայնիվ ի պաշտոնե նորմալ հարաբերություններ պահել։ Այստեղ մայիս 4-5-ին շատ կարևոր հավաք եղավ, որտեղ պատվիրակներ եկան, շատ երկրների ղեկավարներ եկան, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար եկավ, Թուրքիայից պատվիրակություն եկավ, եւ ինձ համար ցույցիչ է, որ Հայաստանը ներկա եւ ապագայի համար որ պետության ազդեցության տարածք է համարվում։ Ֆրանսիայի նախագահի կեցվածքը եւ Փաշինյանի կեցվածքը Մակրոնի հանդեպ ակնհայտ երևում էր, որ տարածաշրջանում եվրոպական երկրներից, իսկ միգուցե ընդհանրապես բոլոր պետություններից առաջնային դերակատարում պետք է ունենա Ֆրանսիան։ Բայց արուտես, որ Թուրքիան չզիջեց եւ հայտնի հանձնաժողովի թուրքական մասի նախագահ հայտնի Քլիչը կեցված դրսևորեց։ Եվ այդ հայտարարությունը, որ ինքը արեց, կամ խոսքը, որ ասվեց, դա չէր վերաբերում Հայաստանի քաղաքացուն, չէր վերաբերում։ Որ հայտարարություն ասաց, որ ես Հայաստանում զգում եմ ինչպես ինձ տանը։ Սա նշանակում է շարներով Քլիչի ամբողջ կենսագրությունը, մարդ, որը լուրջ ճանապարհ է անցել, այդ թվում նաև հատուկ ծառայությունների մաղերով, ինչպես ասում են, հա։ Սա նշանակում էր, որ Ֆրանսիայի նախագահին ասաց, որ Հայաստանը մեր ազդեցության տարածք է։ Եվ իրենք չեն զիջելու եւ պատրաստել չզիջել։ Հիմա եթե ուշադրություն դարձնենք, ով է մեր օրենսդիր մարմնի ղեկավարը, անց որը Թուրքիայի հետ, այո, Թուրքիայի հետ աշխատել է։
Հայաստանից ներկայացված է մի անձ, որը Նաև Թուրքիայում կրթություն է ստացել։ ինքը Չնայած ասում է, դա կրթություն չի։ ինչևէ, հիմնադրամով ինչ որ գիտելիքներ է ստացել, լավ կրթություն չի։ Կրթական ծրագրերի համար։ Դա էական չէ, ինձ համար էականը, որ հանձնաժողովը հայկական կողմի ղեկավարը ինքն է։ Եվ Թուրքիայի հետ կոնկրետ ամիջական հարաբերություններ, հանդիպումներ, քննարկումներ եւ այլն, այդ անձն եւ պատական չի եւ քաղաքապայմանագիրը որոշում կայացրեց, որ տեխնացուն առաջադրելու է Ռուբեն Ռուբինյանին, Թուրքիայից շնորհավորանք չեկավ։ Թուրքիայի շնորհավորություն միանգամից որ ԱԺ նախագահ է ընտրվել, թեպետև տեխնացիա Չի ընտրվել, ես նորից եմ ասում, քաղաքապայմանագիրը ներկայացնում է, բայց ԿԼՉ շնորհավորեց այնպես, որ ընտրվել է ԱԺ նախագահ։ դե դուք լրացնում եք ինձ, այսինքն Թուրքիայի համար կարևոր է օրենսդիր մարմնի ղեկավարը ով է եւ իր կեցվածքը իրեն սպասեցնել չտվեց։ Իդեպ նման կեցվածք որևիցե այլ պետության կողմից չի եղել, ճիշտ է։ Միայն Թուրքիայի։ Սա նշանակում է, որ Փաշինյանի ընտրությունը ոչ թե անձնական, կուսակցական, հա, ինչ որ հարթությունով է, այլ կոնկրետ առաջնահերթությամբ։ Հայաստանը ապագա իշխանությունը, որը ձևավորվելու է կառավարություն եւ այլն, Հայաստանը դիտվելու է որպես Թուրքիայի ազդեցության տարածք։ Այսինքն մենք եվրոպական մասի հետ հարաբերություններ պահելու ենք, բայց առաջնահերթություններ կա, եթե օրինակ մի ժամանակ նախորդ նախագահների ժամանակ օրինակ առաջնահերթություն Ռուսաստանն էր, այո։ Հետո եղավ առաջնահերթությունը նաև Արևմուտք Միացյալ Նահանգներ, հետո եղավ առաջնահերթություններ Արևմուտք Բրիտանիա, հա։ Հետո Եվ դա պաշտոնների տեսքով այո, եւ սա էլ ասենք առաջնահերթություն մինչ այս ընտրությունները առաջնահերթություն Ֆրանսիա, իդեպ։ Հիմա առաջնահերթություն Թուրքիա։ Իմ կարծիքով սա է եւ ամենայն հավանականությամբ իրականությունն է։ Ինչ է նշանակում առաջնահերթություն Թուրքիա։ Այսինքն ոնց է դա դրսևորվելու։ Որ Հայաստանը Որտեղ Ֆրանսիայի առաջնահերթություն տեսանք, Մակրոնը հանձնեց իր հովանու տակ հանձնեցին Արցախը, իբր անվտանգություն են ապահովում, բան հիմա Թուրքիան բա թոք է կտրել, չէ, Մակրոնը Դե կտրել է, հիմա ինչ առաջնահերթություն չէ կտրելու, հասկացանք դա։ Չէ, Թուրքիան չի կտրելու։ Թուրքիան, օրինակ Թուրքիա եւ Ադրբեջանի շահերը Հայաստանի նկատմամբ էականորեն տարբեր են։ Արիերույթ թվում է թե դաշնակից պետություն եմ նույնը լինի, ասեմ։ Թուրքիան ըստիս Հայաստանը դիտում է մի պետություն, որի միջոցով նախ իր տնտեսական, էներգետիկ, կոմունիկացիոն, քաղաքական, անվտանգային երաշխավոր կանգնում է Թուրքիան, Հայաստանի, եւ Հայաստանը դառնում է գործիք Թուրքիայի համար լրջագույն գործիք, 2/3 հայությանը, որը գտնվում է արտերկրում, այդ Հայաստան պետության միջոցով այդ գործիքը ծառայեցնելու առաջին հերթին Թուրքիայի ազգային պետական շահերին։ Սա լրջագույն գործիք է դեպ ասում։ Ընդորում այդ գործիքը հիմնականում 3 նախագահների ժամանակ ծառայել է Հայաստանի Հանրապետությանը։ Եթե կարողան եկեղեցին էլ իրենցով անել, դե երբ որ ես ասում եմ ծառայեցնել, եկեղեցուն դեռևս հարցական թողենք, հա, եկեղեցու համար կռիվը գնում է։ Ես ասում եմ այն ինչ որ Թուրքիան կարող առարկայական արդեն վերցնել, այո։ Եվ այդ առումով Թուրքիային պետք է այդպիսի Հայաստան։ Ազգությամբ հայ Թուրքիայի քաղաքացիներ կգան այստեղ բիզնեսներ լուրջ կդնեն, հա, ներկայացված կլինեն առաջներթին, այսինքն էքսպանսիան գնալու է Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիների միջոցով։ Դա վստահաբար եմ ասում ձեզ։ Հայ-թուրքական հարաբերությունները կնորմալանա, ցեղասպանության թեման 10-րդական կլինի եւ ինքը չի օրակարգից դուրս չի գա, բայց դա ոչ պետական մակարդակով գործիք կդառնա, ոչ էլ Թուրքիային խնդիրներ կառաջացնի։ Օրինակ Թուրքիայի համար շատ կարևոր է եկեղեցին, որ դեռևս չի արվում, ինչու որտեվ Թուրքիայից պահանջատեր հայությունը նրանց ժառանգները գտնվում են հիմնականում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության տարածքներից դուրս։ Այնտեղ են ժառանգները հիմնականում ապրում արաբական աշխարհն է, Եվրոպան է, Միացյալ Նահանգները, Ավստրալիա եւ այլն, հա։ Բայց այնտեղի համայնքները այս կամ այն չափով կազմակերպված են հիմնականում որտեղ կա մի մերան։ Այդ մերանը եկեղեցին է։ Առանց եկեղեցու այդ համայնքները կձուլվեն կգնան, թեման փակվում է։ Ճիշտ է։ Ճիշտ է։ Եվ այստեղից բարձ շատ տրամաբանական հետևություն։ Եթե եկեղեցին թուլանում է, ցեղասպանության պահանջատիրությունը նյութական առումով փոխհատուցման պահ։ Սա Թուրքիայի համար մահացու վտանգ է, փոխհատուցումը։
Եվ այս առումով Թուրքիան նաև շահագրգիռ է, այո, որ Հայաստանի եկեղեցին կառավարելի դառնա օրվա իշխանությունների կողմից։ Իսկ օրվա իշխանությունները երբեք չեն օգտագործել այդ գործիքը, եկեղեցի գործիքը, սփյուռքի գործիքը Թուրքիայի դեմ։ Գիտեք, պարոն Ապետյան, հաճախ երբ մենք խոսում ենք որ թուրքական օկուպացիայի մասին, հա, վտանգների մասին, մեր հայրենակիցներից շատերը պատկերացնում են, թե պետք է գան, այստեղ դնեն թուրքական դրոշներ, թուրքական բանակ այստեղ լինի։ Այդ դրա ժամանակներն անցել են եւ միջև հարցի ձևակերպում ես նաեւ ասեմ իմ գնահատմամբ ինչու այդպես չի լինելու, որովհետեւ եթե Թուրքիան ֆիզիկապես տեսանելի օկուպացնում է Հայաստանը, ապա դա առաջացնում է հայ ժողովրդի դիմադրությունը։ Այսինքն Թուրքիան իր համար խնդիրներ է ստեղծում։ Թշնամու այն կերպարը որ կա միանգամից այո, Թուրքիային պետք է որ Հայաստանի իր կողմից օկուպացիան տեսանելի չլինի։ Իր համար պետք չի որ օրինակ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը լինի, ասենք, Փաշօղլի ազգանունով մեկը։ Լավ է որ լինի Փաշինյան։ Իր համար պետք չի որ ազգային ժողովի նախագահ լինի Ռուբեն Օղլի մեկը։ Լավ է որ լինի Ռուբինյան։ Որ հայերը առաջին հայացքից տեսանելի օտարություն չզգան, այսինքն դիմադրություն չառաջանա, որովհետև շատ կարևոր է տեսքով պահել հայկական, բայց ծրագիրը փոխել։ Այսինքն բովանդակությունը առաջադրանքը պետության նպատակը փոխել։ Այն նպատակը դնում են թուրքական, որը տեսանելի չի լինի շատերի համար, դա հենց թուրքական ներկա օկուպացիան այդ տեսքն է լինելու։ Չսպասեք թե Կիպրոսի նման գնալու են գրավեն, զորքեր կանգնացնել։ Այսպես են գրավելու, այսինքն գրավելու են հայկական ազգանուններ ունեցողներով։ Բորիս օրինակներ կա, Աջարյան։ Այո։ Վրաստանի տարածք է։ Սիրիան։ Հələ Սիրիային դնում ենք, Սիրիայում դեռևս հələ մրցակցություն ա գնում Թուրքիայի Իսրայելի միջև, այդ լարումների հակամարտությունը որ կա։ Բայց եթե ավարտվի, ուրեմն Սիրիան ինքը ռազմականացված, միատար ազգային փոքրամասնությունները եղանակի չստեղծեն այնտեղ, դեպ ասեմ ձեզ, այդ թվում ալևները, քրդերը, դրուզները եւ ուժեղ Սիրիան, այդ ուժեղ Սիրիան Թուրքիային պետք է, որտեւ այդ ուժեղ Սիրիան Թուրքիայի համար պատվար է։ Հիմա ես օրինակ բերեցի ինչով է պետք որ մենք Թուրքիային լինենք որպես անկախ պետություն ձևով, բայց բովանդակությամբ ամբողջովին ինտեգրված Թուրքիայի եւ թուրքական աշխարհին։ Սա ըստիս այս քաղաքականությունը Ադրբեջանն այլ բան է պետք։ Ադրբեջանի նախագահը հասկանում է, որ այս առիթը աշխարհի վերաբաժանումը ամեն տարի չի լինում։ Եվ այս վերաբաժանման ժամանակ օրինակ ինքը հնարավորություն ունի որ Հայաստանից հսկայական տարածքներ, իսկ եթե հանգամանքները լինեն այնպիսին, որ ամբողջ Հայաստանը, ինքը դեմ չի ամբողջ Հայաստանը դարձնի Ադրբեջան, եւ որի վերաբերյալ ինքը առանձնապես հրապարակավ ասելու չէր սեթեվեթում։ Այս տարածքը իրենց պատմական հայրենիքն է, իսկ ինչով է պատմական հայրենիք հիմնավորում են իրենք իրավաքաղաքական ժառանգորդներ 1502-1736 թվականների Պարսկաստանի Սեֆյանների կայսրության, որի մեջ Հարավային Կովկասի կայսրության մասն է, եթե իրենք են իրավաքաղաքական ժառանգորդը, ապա այս տարածքը պետք է լինի Ադրբեջանի մասը։ Իդեպ շատ հետաքրքիր կետ է, Գերեկ Ալիևը Շուշիում, հայկական Շուշիում ելույթեր ունենում եւ մի դիտարկում արեց, որի մասին ես խոսել եմ, բայց քան որ թարմ, այսպես հայտարարություն արեց, դրա վրա հենվենք էլի հետաքրքիր արձանագրում անենք։ Այս մարտիկ քաղաքացիական պայմանագրի եւ Նիկոլ Փաշինյան ասում են մենք խաղաղություն հաստատելու ենք Ալմատայի հռչակագրի հիման վրա։ Ալմատայի հռչակագիրը ըստ էության Խորհրդային Միության փլուզման մասին էր։ Հիմա երեք Ալիևը հայտարարեց, որ ռուսական կայսրության ժամանակաշրջան եւ Խորհրդային Միությունը եղել են օկուպացիոն ժամանակաշրջան։ Իրենց նկատմամբ։ Իրենց Ադրբեջանի նկատմամբ։ Այո։ Հիմա եթե մի պետության ղեկավար մի ժամանակահատված համարում է օկուպացիա, ինչպես կարող է ժամանակահատվածի ավարտը համարել օրինական փաստաթուղթ խաղաղություն կնքելու համար։ Մի քիչ որ հետ գնաք։ Դա նույնն է, ներողություն, դա նույնն է, որ ասենք մեկի ամուսնությունը ճանաչվի ապօրինի, բայց ապահարզանը այդ ամուսնության վկայականի հիման վրա լինի եւ գույքը բաժանեն, ասեն դե քանի որ դուք ապօրինի ամուսնության փաստաթուղթ եք ունեցել, այդ ապօրինի թղթի հիման վրա մենք ձեր գույքը բաժանում ենք 50-50, այդպես չի լինում։ Այդ խոսքերն էլ պատահական չեն ասվում, գիտեք, այս մեր հասարակության էական մի մաս կարծում է թե Ադրբեջանում նստած են հիմարներ ու այն հիմարություններ, որ մենք Հայաստանի իշխանություններից ենք լսում, որ բան են ասում ասելու համար, ասենք։ Ալիևը այդպիսի բաներ չի ասում։
ասում է կոնկրետ ծրագիր։ Եվ այդ կոնկրետ ծրագիրը սա է, խորհրդային միության տարիները օկուպացիա են, իրենք ճանաչում են միայն մուսաֆատական Ադրբեջանի ժառանգորդ են իրենց համարում սահմանադրությամբ, իսկ մուսաֆատական Ադրբեջանը, այսինքն դեմոկրատական Ադրբեջանը Հայաստանի էական մասի նկատմամբ ունի տարածքային նկրտումներ։ Եկեք մի քիչ էլ հետ գնանք, երբ որ ասում է ցարական Ռուսաստան։ Այդ ձեր ասածը Դա արդեն Երևանի խանության մասին է։ ճիշտ է, իսկ Երևանի խանության ժամանակ այստեղ հիմնականում ապրել է ազերի բնակչություն, որը 1602-1604 թվականներին Սեֆյանների շահերի Շահ Աբբասը այստեղի հայերին սիրով Բնիկ ժողովրդին տարավ իր մոտ։ Սիրով ճակերտներում մեր հայտնի գրողներից մեկը ասում էր, չէ, առաջը ջուր, հետևը սուր Արաքսը անցկացնելուց, հա, առաջը պետք է անցնեն ջուր, հետևն սուր պարտադրում Որ հետ չգա։ այո։ Երբ որ ցարական Ռուսաստանի մասին է խոսում Ալիևը, ակնհայտ է, որ ինքը բերում է Երևանի խանություն, Երևի խանությունը ոնց են այստեղ ադրբեջանցիներ, ինչ տարածք ա եղել, Սեֆյաններ 1000 մինչև 1736 թիվ։ Ավելին ասեմ ձեզ, Ալիևը ինչ որ անում է, երբ որ այստեղ նման մեղմ ասած ոչ ճիշտ գնահատականներ են տրվում Ալիևի եւ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության գործողություններին։ Ալիևը այս ամեն ինչը հողը նախապատրաստել էր 2011-ին։ Դուք պատկերացնում եք 2011-ին, երբ որ կար Արցախ, Արցախի բանակ Հայաստան, մարդը 2011-ին գործընթաց է սկսում։ Ոնց։ Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 3 գիտնական գնում են Վատիկան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այնտեղ արխիվներ, գաղտնի արխիվներ, փակ արխիվներ պիտի բացվի։ Ինչ։ Այդ արխիվներում ինչ է հետաքրում Ալիևին։ Հետաքրում է Սեֆյանների կայսրության տարիներին Վատիկան եւ այդ Պարսկաստանի հարաբերությունները, նամակագրությունը, որով Ալիևը հիմքեր է ստեղծել իր ժողովրդի գիտության, կրթության, բանակի համար, որ իրենք ինչ որ անում են, իրենց ամբողջ գործը ազատագրական է, ոչ թե օկուպացիա է, եւ իրենք ազատագրում են իրենց նախնիքի տարածքները, այդ թվում նաեւ Հայաստանի Հանրապետությունը, երբ Ալիևը ասում է Դերբենտ իրենց պատմական հայնիկի մասը, այստեղ համատարած Հայաստանում հեգնախառն գնահատականներ են տալիս Ալիևի այդ կեցվածքին։ Ընդհանրապես պետք է մեկ քայլ հաշվել եւ հասկանալ, Ալիևը ինչի իման վրա է ասում Դերբենտը, որը Ռուսաստանի Դաշնության Դաղստանի տարածքում ամենահին քաղաքներից մեկն է Ռուսաստանի Դաշնության։ Այդ Դերբենտը ոնց դարձավ իրենց պատմական հայնիկը։ Այդ Դերբենտը Սեֆյանների կայսրության ժամանակ եղել է մաս, Հյուսիսային Կովկասի մի մասը Սեֆյանների կայսրության մաս է եղել։ Այդ ընդ որում ասեմ ձեզ Սիրիա, Իրաք, Իրանի հսկայական մասը մեր Ատրպատականի շրջան, հա, որտեղ հիմա ազերիներն են ապրում, Թավրիզ, Սպահան, այն ժամանակ Սեֆյանների կայսրության մայրաքաղաքների անուններ եմ ես տալիս։ Աֆղանստան, Միջինասիական Հանրապետությունը մի մասը, այս ամեն ինչ երբ որ մենք լուրջ նայում ենք, Ռուսաստանին հարավի ուղությամբ երկու հարվածային բռունցք կա մոտիվացված ստեղծում պետությունների համադաշնությունով։ Մեկի անունը Թուրան է, որի առարկայական դրսևորումը թուրքական պետությունների կազմակերպությունն է իր ինստիտուցիոնալ կառույցներով։ Երկրորդի անունը դա կլինի Ադրբեջան։ Եվ որի մեջ, իդեպ ասեմ ձեզ, մտնելու են իմ նշած երկրներից որոշ ժողովուրդներ, որոշ տարածքներ։ Այսինքն այդ երկրորդ պրոյեկտը, որը ստեղծվում է, դա եւս Ռուսաստանի դեմ է ուղղված լինելու, բնականաբար։ Եթե ասենք մեծ Թուրանի շահառուն Բրիտանիան էր, ինչպես վերջին 200-300 տարում Թուրքիայի հետ աշխատելուց, հա, միշտ օգնել է, որ թուրքական պետությունը միշտ մնա։ Նույնիսկ այն ժամանակ, երբ որ կայսրությունը Օսմանյան ոչնչացվել էր։ Քեմալ Աթաթուրքին վստահաբար ոտի կանգնացնելու Գալիպոլի ճակատամարտում հաղթանակ տանելու հիմնական շահառուն Բրիտանիան էր, որ ազգային հերոս աճացնեին, իդեպ ասեմ ձեզ։ Իդեպ այս ընթացքում ես փնտրում ինչ էի փնտրում, որ Ադրբեջան բարձրագույն շքանշաններից մեկը, որ զինվորականներին տրվում է, Շահ Իսմայիլի շքանշանն է։ Հիմա դա բոլշևիկյան Ռուսաստանի ժամանակ չեղել, չէ՞, Շահ Այսինքն այդ մարդիկ պետական ամենաբարձր մակարդակով իրենց կապում են այդ Սեֆյանների ինչու, որով իրենք իրավունք են վերապահում աշխարհին, եթե պահ գա եւ իրենց ասեն կարող եք վերցնել մենք թույլ ենք տալիս Ռուսաստանի ճշտամի Դաշինգտոնու պետությունները։ Ինքը վերցնած ես ազատագրում իմ պատմական հայնիկն է։ Մենք 2000 տարի առաջ Տիգրան Մեծենք ունեցել, մինչև հիմա խոսում ենք, չէ՞։
Հիմա այս մարդկանց էլ վերջին հաշվով երկար փնտրտուքներից հետո թե իրենց նախնիկ ովքերն են, Կովկասյան Ալբանիայից սկսած վերջում եկան Սեֆյանների վրա նստեցին։ Հիմա Դեպ ստեղծում այստեղ է Փաշինյանը ուրիշ դուռ էլ է բացել, պարոն Ապետյան։ Հիշում եք, որ ասաց Արցախի մասին խոսելով, ասաց սա կայսրության պլան, նախագիծ էր, պրոյեկտ էր։ Ալիևը ասել է շատ լավ, կայսրության պրոյեկտներից ենք խոսում, հələ եկեք գանք թե այստեղ ինչ կայսրության պրոյեկտ է եղել, այսօրվա Հայաստանը։ դա եղել է Ոնց որ դա Սեֆյանների կայսրության պրոյեկտ է։ Սեֆյանները Չէ, ռուսական կայսրության պրոյեկտ էր հայերին վերադարձնել իրենց պատմական հայրենիք, այո այստեղից հանել էին եւ միանձել որ իր կյանքով հատուցեց Գրիբայեդովը, իհարկե այո։ Եվ գալով սրան, այսինքն մենք ըստ էության ունենք այն իրավիճակը, դուք ասացիք Ադրբեջանը այլ նպատակ ունի եւ Թուրքիան այլ, այո, ընդ որում Ադրբեջանի օկուպացիան արդեն ֆիզիկական օկուպացիայի մասին է։ Այո, իրենք քան որ մշակութային բանով ավելի ուժեղ չեն։ Այստեղ հայերը պետք է չլինեն, լավ, այսպես ավելի խիստ առարկական ասենք։ Ով որ լինի, վաղթեշ իսլամ պիտի դավանի եւ մեծ հաշվով Քան որ Ադրբեջանը երկար պետական ավանդույթ չունի հարյուրամյակների, ի տարբերություն Թուրքիայի, որ Օսմանյան կայսրության ժառանգն է, Ադրբեջանը փափուկ օկուպացիա չի կարող անել։ Ադրբեջանը պիտի ֆիզիկապես գա, վերցնի եւ ուժով դա պահի։ Թուրքիան կարող է անտեսանելի օկուպացիա։ Թուրքիան հիշեք մի կայսրությունն է, որի մի սահմանը Վեննայի դարպասների մոտ էր, մյուսը Պարսից ծոց։ Հələ մոտովի գնացեք Եվրոպայից, Ավստրիայից եկեք մինչև Պարսից ծոց։ Այդ կայսրությունն են ստեղծել։ Իհարկե իրենք ավանդույթներ ունեն, մշակույթ ունեն, թե ինչպես ավելին ասեմ ձեզ։ Հիմա Թուրքիայում վերաֆորմատավորում է գնում ընդհանրապես Թուրքիա պետության լինելիությանը։ Օրինակ, այդպիսի մի վերաֆորմատավորում եղավ, սա շատ կարևոր է, որտեվ եթե մենք այս նրբերանգները չենք հասկանում, վստահաբար մենք ասելու ենք, Փաշինյանը իշխանությունը բանա, ուզուրպացրել է ու վերջ։ Հա, իրեն ցենկում աշխարհ չկա։ Ուրեմն շահություն դարձեք, քանի որ խնդիր էր դրվում դոլարի համաշխարհային տիրապետության, եւ որի համար 1913 թվականին ԱՄՆ-ի կառավարությունը, բանկիրները հիմնականում հրեա ստիպեցին էմիսիայի իրավունքը, այսինքն փող տպելու իրավունքը տալ մասնավորին, մինչեւ պետականները, այսինքն աբսուրդ է, չէ՞, փող տպելու իրավունքը տրվում է մասնավորին։ Աբսուրդ է, որ Միացյալ Նահանգները պարտքա մասնավոր կազմակերպության։ Ճիշտ է, հիմա 1913-ին դա արվեց։ Իսկ գիտեք ինչու արվեց։ 5 տարի, սա կարևոր պահ է, այլ ես ուզում անպայման մեզ լսողների համար շատ կարևոր է, որ խորքերը մենք հասկանանք եւ հետեւաբար ճիշտ որոշումներ կայացնենք այսօրվա այս պահի հետ կապված։ Բանկերները ԱՄՆ կառավարությունից պահանջում էին տալ իրենց։ Բնականաբար կառավարությունը մերժեց։ 5 տարի ճգնաժամ ստեղծեցին բանկերները ԱՄՆ-ում։ Կառավարություն չընկրկեց, մնաց հաստատակամ եւ մի օպերացիա կազմակերպեցին հայտնի։ Երևի շատ ֆիլմեր տեսել եք, Տիտանիկի օպերացիա։ Այդ Տիտանիկում իրականում տնտեսական քաղաքական էլիտայի մեծ մասը զոհվեց։ Այդպես էլ է պատահում։ Օրինակ, այդտեղ պիտի գնար Ռոքֆելերը իր ընտանիքով, Մորգանը իր ընտանիքով վերջին բան չեն գնում։ Բարձր եմ ասում, այդ են բանկերներն են, որ հետո Ֆեդերալ ռեզերվային համակարգ է ստեղծում։ Ուրեմն 1913-ին, երբ որ գլխատվում է ԱՄՆ-ի կառավարությունը փաստացի, մնացած մասը հանձնվում է, էմիսիայի իրավունքը տալիս են մասնավոր բանկերներին։ Իսկ հիմա ինչ է պետք, քանի որ դոլարը համաշխարհային կառավարման գործիք պիտի դառնա, իրեն մրցակից ովքեր են կայսրությունները։ Ուրեմն պիտի եվրասիական տարածքում պատերազմ հրահարի, բոլոր կայսրությունները փլուզեն, բոլոր անխտիր։ Եվ Ամերիկայից ծնվի նոր կայսրություն, որի անունը դոլար է։ Հա? Համաշխարհային պատերազմ 1 տարի հետո, 8 ամիս հետո պատերազմ է լինում, առաջին համաշխարհայինը։ Եվ բոլորը բոլորի դեմ են։ Հիմա Օսմանյան կայսրության կանք։ Օսմանյան կայսրությունը պիտի փլուզվի այնպես ինչպես ցարական Ռուսաստանը պիտի փլուզվեր, ավստրո-հունգարականը, գերմանականը, բրիտանականը, ֆրանսիականը, այդ բոլորը պիտի փլուզվեն։ Ուղղակի վերջին պահին ցարական Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցները կարողանում են հակահեղափոխություն անել հոկտեմբերին իշխանությունը խլել անգլիացիներից, բարձր եմ ասում։ Այդտեղ ծնվում է նոր պետություն, բոլշևիկյան պետություն, որը 2 տարի ակցիանի մեջ առած խեղդում էին։ Հիմա գալիս ենք Թուրքիային։ Օսմանյան կայսրություն պիտի չլինի։ Օսմանյան կայսրությունում, երբ որ մի ազգ, ցանկացած կայսրությունում, երբ դոմինանտ է, ինքը ասում է ես եմ ասողը, բոլոր ժողովուրդները քխեն, շատ արագ, բնական է։ Հիմա Օսմանյան կայսրությունում օսմանցիներ, ոնց որ իրանական կայսրությունում ներկայիս պարսիկը չի, իրանցին է, որը 50% է։ Հիմա, բայց երբեք չի ցածվում, ասում ավելին, երկրի ղեկավարները պարսիկ չեն, ազարի են։ Հիմա գալիս ենք, ուրեմն Օսմանյան կայսրության
փլատակների վրա պիտի ստեղծեր պետություն թուրք էթնոսով ազգ որը ոչինչ չուներ անգամ ազգանուն չուներ Որ հարգելի հայրանք էր համարվում Օսմանյան այո վիրավորանք էր համարվում հիմա թուրք էթնոսով պիտի ստեղծվի մի պետություն որը իր բնույթով պիտի ինչը լինի ապագայում Ռուսաստանի դեմ եւ այդ գործառույթը դնում են ու վրա Քեմալ Աթաթուրքի Աթաթուրքը ինքը իրեն է Աթաթուրքը իբր ազգանուն է թուրքերի հայրը ինքը իրեն նշանակել է բոլոր ազգանունները Թուրքիայում մասնագիտության հետ կապված էր ազգանուններ չկար այնտեղ ասում էր ես ինչի որդի անունը եւ ես ինչի հոր անունն էր տրվում եւ որդու անունը եւ ինքը իրեն անունը տալիս իրեն հուշում են վստահաբար դա թուրքերի հայր հա Մուստաֆա Քեմալը դառնում է թուրքերի հայր այսինքն Թուրքիա պետությունը աշխարհիկ պետություն որը Եվրոպայից է վերցնում ոչնչացնում է Օսմանյան կայսրության հետ կապված ամեն ինչ մշակույթ լեզու հագուստ կրոն կախաղանը հանում մոլաներին, որոնք դիմադրում են եւ այլն, քրդերը մեծ ապստամբություն անում, արյան մեջ խեղդում է եւ այլն եւ այլն։ Ինչու, որտեվ այդտեղ պիտի ստեղծվի հատուկ հանձնաժողով էին ստեղծել, անգամ տեղանուններն էին փոխում։ Այո, ամեն ինչ պետք է ինչ որ օսմաններ են անում կամ բնիկ ժողովրդերի անունով։ Ավելին մայրաքաղաքը փոխեցին։ Բանը Քեմալի ամբողջ կրթությունը ժամանակը միջև իրեն տարբեր տեղեր որպես զինվորական ուղարկելը կապված է եղել Ստամբուլի հետ, Կոստանդնուպոլսի հետ։ Ինքը նոր մայրաքաղաք է ստեղծում, Անկարան։ Բարձեմ ասում, այսինքն ամեն ինչ նոր, որտեղ թուրք էթնոսի հետ է կապվում։ Սա մինչև էս վերջերս։ Այ հիմա Թուրքիայում գնում է լրիվ հակառակ process։ Եվ Էրդողանը ստեղծում է կայսրություն։ Որտեղ թուրք էթնոսը չի սուրը աճ ու ձախ ճոճելու։ Այնտեղ բոլոր ժողովուրդները պիտի լինեն համակեցության։ Այդ համակեցության տրամաբանության մեջ է մտնում եւ Վրաստանի հետ հարաբերությունները նորմալացնել, որտեղ կայսրություն է ստեղծում եւ հայերի հետ հա հարաբերությունները, որոնք վաղ թե ուշ կամավոր կերպով ինչ որ ստատուսով մտնեն այդ մեծ կայսրության, կայսրություն չկա, Թուրքիա պետություն ալը թուրք բառնա, չէ, որ պահին միջինասիական հարաբերությունները, չէ, եւ իրենք վերցնում են ոչ միայն թուրք, թրքախոս եւ սունի մահմեդական երեքսյան վրա է այդ կայսրությունը։ Ես ասում եմ այդ կայսրությունը հիմնվելու է անկախ կրոնական եւ ազգային պատկանելությունից։ Հայերն էլ պիտի մտնեն այդ կայսրության մեջ, Հայաստանով, Վրաստանը պիտի մտնի, հա, բարձեմ ասում։ Այ ինքը Էրդողան ինքը ստեղծում է կայսրություն։ Այ սուլթանի քաղաքական քայլերի խորությունը ո՞րն է, որ թուրքական պետությունը որպես առանցք բան է, բայց հետո թուրք էթնոսին ինքը անկյուն է քշելու։ Վստահաբար, որտեղ խնդիրներ առաջացնում, այնպես ինչպես Օսմանցին խնդիրներ առաջացնում, որոնց մեծ մասը կրիպտոհույներ էին, մի մասն են կրիպտոհայեր, հա, խնդիրներ էին առաջացնում թուրք էթնոսով պետության ստեղծման Քեմալ Աթաթուրքի ժամանակը։ Հիմա թուրքը հետ պիտի քաշվի եւ ստեղծվի կայսրություն։ Եվ այդ տրամաբանության մեջ է մտնում, որ Հայաստանը Թուրքիայի հետ պիտի լինի, Վրաստանը Թուրքիայի հետ պիտի լինի։ Ադրբեջանը եւս Թուրքիայի, Ադրբեջանի խաղերը Թուրքիան, ինչպես ասում են, դապարի դավրեմենի, հա։ Ավել բան չի անելու։ Եվ հիմա այս տրամաբանության մեջ նայենք Թուրքիայի պետության քաղաքականությունը, ավելին Թուրքիայի նախագահ հավակնում է կրկնել աշխարհում մահմեդական աշխարհում մի ղեկավարի արարքը, որը երբեցե որից մեկը չի արել, անգամ որից սուլթան չի արել։ Դա ազգությամբ քուրդ Սալադինի արարքն է, գրավել Երուսաղեմը, ազատագրել Ալաքսա մզկիթը։ Ուրիշն դուք պատկերացնում եք Էրդողանի հավակնությունները։ Կայսրությունը օպոզով փոչով չի լինում։ Այսպես է լինում, այսպես են ստեղծում ծնվում կայսրությունները։ Հիմա Հայաստանի ճակատագիրը ըստ Թուրքիայի ստրատեգների։ Դա այդ կայսրության մի էլեմենտ է այս ուղղությամբ, որը շատ լավ գործիք է 2/3 հայությունը իր կայսրության շահերին ծառայեցնելու։ Թուրքիան խնդիր չունի սրի քաշելու էս հայությանը։ Այդպիսի բան չկա։ Այ այդպիսի խնդիր դերել է Ադրբեջանը, ասում է, այս պահին ես ինչ որ բան փոկեմ, վերցնեմ, բերեմ, կպցնեմ եւ այլն եւ այլն։ Թե մյուս կողմից էլ եթե անկեղծ տային, քլը հարց է։ Ալիևը որքան վա ազարի։ Այս հարցի մյուս կողմն է։ Հարցի մի կողմն է։ Պարոն Հապետյան, գանք մեր ընտրություններին եւ ձևավորված խորհրդարանին, հա, որը բոլոր կողմերից այդքան լեգիտիմ չեն համարում եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Նու իշխանությունը ընդդիմության մասով, ընդդիմությունը բնականաբար ընդ որում փաստարկված իշխանության մասով, հատկապես այդ փաստարկների, այսինքն Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության դագաղի վերջին մեխը ԲՀԿ-ի այդ մանդատների գողացումն էր օրը ցերեկով։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ իշխանությունը խոսել է այն մասին, որ սպասվում է ահարկու պատերազմ, եթե սահմանադրություն չփոխվի
Ընտրություններից հետո եւ Ալիևը եւ իրենց արտգործնախարարը հիշեցրեցին կրկին Վերցրած պարտավորությունները այո, կատարելը։ այո, սահմանադրական ասեն ընտրությունները անցավ, ոնց որ բան արեցիր, իշխանությունը պահպանեցիր, հիմա խնդրեմ անցիր գործի, բայց Փաշինյանը մի բան էր ասել նախընտրական շրջանում, որ սահմանադրական մեծամասնություն է մեզ պետք, որպեսզի պատերազմ չլինի։ Չունի սահմանադրական, բայց հասկացանք չունի, բայց Ալիևն էլ Ենոք Հավանից չի եւ Նիկոլ Փաշինյանը դասընկերը չի։ Ալիևը իր շահերն ունի, ասելու գնա այդ հարցը լուծիր։ Հիմա կա այսպիսի սցենար, Նիկոլ Փաշինյանը կոպիտ ասած բավարարում է Ադրբեջանին, բայց միևնույն ժամանակ խնդիրը գցում է ընդդիմության գրպանը, ինչպես։ Մենք հասկանում ենք, չէ, եթե չի կարողանում այսպես համոզելով կամ սահմանադրական մեծամասնություն ստանալով անել, ապա պետք է հայ ժողովրդի կամքը կոտրի պատերազմով։ Լոկալ պատերազմ կլինի, կարճ կտևի, քիչ զոհեր կլինեն, բայց կֆիքսվի, որ Ադրբեջանը ուժ ունի ճնշելու, հետեւաբար եկեք համաձայնենք իրենց պարտադրանքին։ Փաշինյանը ըստ այդ սցենարի ընդհանրեն գալիս է խորհրդարան սահմանադրության այդ ադրբեջանական նախագծով եւ ասում է սիրելի ժողովուրդ, մենք չունենք սահմանադրական մեծամասնություն, որպես քաղաքացիական պայմանագիր, բայց որpիսի այս նախագիծը ընդունվի եւ պատերազմ չլինի, պետք է որ սահմանադրական մեծամասնությամբ քվեարկություն լինի, այսինքն ընդդիմություն մի մասը պիտի միանա մեզ։ Նվազագույնը 6 Գեգամ Նազարյան։ Այո, ինքը չի ասի Գեգամ Նազարյան, գուցե ասի Իշխան Զաքարյան, կամ չգիտեմ, ուրիշ բան ասի, բայց ամեն դեպքում։ Եվ ասում է, եթե ընդդիմությունը չի քվեարկում, ապագա զարգացումների պատասխանատվությունը կրում է ընդդիմությունը։ Եթե պատերազմ է լինում, ապա պատերազմի պատասխանատուն ընդդիմությունն է։ Չեն քվեարկում, լինում է փոքր լոկալ պատերազմ եւ Նիկոլ Փաշինյանը ասում է ժողովուրդ ես ասում եմ որ պատերազմ կլինի այս ընդդիմության պատճառով։ Հիմա մենք գնում ենք նոր ընտրությունների, այս ընդդիմության թողում ենք դուրս ու դուք տեսաք, չէ, որ ես կարող եմ խաղաղություն բերել, այ իրանք չբերեցին։ Խնդրեմ, սցենարը ինչքան հավանական եք համարում։ Եվ ինչ պիտի անի ընդդիմությունը այդ դեպքում, որը մանդատները Սկզբունքորեն Փաշինյանին պետք է տարածքների կորուստ պատերազմ։ Օրինակ նայենք։ Պետք չի իր անվտանգության։ Ես հասկանում։ Իշխանության համար դա վտանգավոր սցենար է։ Իրան պետք չի։ Հետաբար իրան պետք էլ չէր 2/3։ Իրան պետքա ժամանակ ձգել։ Որտեւ այդ ժամանակը Գուցե իրեն պետք է սպասվելիք զարգացումներ ուղղակի ուրիշի վրա թողնել ընդդիմության այս դեպքում։ Այս սցենարը որ նայում է ինչքան է հավանական։ Դե հասկանում եք պատերազմ կորուստ տարածքի կորուստ ինքը չգիտի ասենք Հայաստանում ներքաղաքական ինչ զարգացումներ կլինեն։ Չէ, բանա ռիսկերը մեծ են։ Այսինքն ռիսկերի գնահատման կամ ինքը միշտ սիրում է, հա, ռիսկերը կառավարելու, հա, ռիսկերի գնահատման եւ սպառնալիքների չեզոքացման համար դա լուրջ խնդիր կարող առաջանա։ Այնպես չէ որ այդ ընտրություն չէ, մեղմ ասած, պատերազմ կորուստ Հայաստանից տարածք։ Ինքն էլ մնա իշխանության։ Չէ, հարգելիս։ Ես կարծում եմ մնացել է նույն սցենարով։ Ուրեմն դա այլ հարցեր։ Չէ, մի անգամը Արցախներ, հա? Մի անգամ Արցախի մի հատ տարածքներն էին, Գորիսկապաններ, հետո Ջերմուկներ, հետո Արցախի լիարժեք հայաթափումներ, հետո երրորդ անգամ ընտրվելն է։ Նայեք, բնակավայրերից հայությունը դուրս չի եկել։ Մի անգամ Արցախը դուրս եկավ, Արցախը այլ հարթությունով են։ Ինքը իր համախոհներ եւ ցավոք սրտի մեր բնակչության մի մասը այլ հարթությունով են նաեւ։ Արցախում ապրող մեր քույրերի եղբայրների նկատմամբ կար քարոզչական դաշտում որպես նարատիվ ատելության ֆոն, հա? Եվ այդ ատելության ֆոնով ասին լավ արի որ հիմա Արցախը ընկավ, մեր երեխեքի հետ հնզով են, չէ՞, Արցախի։ Ստեղ էս ձեր երկրորդ ասածը, այստեղ բնակավայրեր չեն դատարկվել։ Այն ինչ որ դուք եք ասում, դա նշանակում է շրջանների գրավում։ Շրջաններ չասենք լոկալ, չգիտեմ, Ջերմուկի հատվածում առաջ են գալի։ Չէ։ Երասխի հատվածում առաջ են գալի։ Ուրեմն ամբողջ Սյունիքը պետք է վերցվի։ Հիմա եթե ասենք ես փորձեմ գնահատել Ադրբեջանի ռազմական ղեկավարության տեսանկյունից։ Ոչ թե ինչ որ մի փոքր տարածք, մի 5-10 կիլոմետր, հա, լայնքով Սյունիքը պետք է վերցվի, ելք դեպի Սևան, չէ՞ բնակավայր են, այնտեղ տասնյակ 100,000-ով մարդիկ են, այնպես չի։ Սա ես չեմ բացառում այս սցենարը,
որ վերջում եթե տենց գնա, ինքը գցելու է անդիմության գրպանը բնականաբար։ Բայց այդտեղ կա ռիսկ, որտեղ ինքը կարա իշխանություն կորցնի։ Ես կարծում եմ, իրան 2/3 պետք չի, սահմանություն փոխել պետք չի, ինքը ժամանակ է ձգում։ Դա հասկանում է նաև Ալիևը, չէ՞։ Իհարկե հասկանում եմ։ Դրա համար իրան Ալիևի գործողությունները որոնք ես ամենահավանական։ կես կատակ, կես լուրջ ասում եմ, ինքը ասում է քեզ 6 օր ժամանակ, 6-ը Գեգամ Նազարյանն ես գտնում ու վերջ։ Զորավարություններ եմ առատից երեկոյանում, պետք կլինի միտեղ սադրանք անեմ ու կմտնեմ։ Ես ալնելու։ Արագացրու։ Ես կարող եմ գիտես քո երեխան եմ։ Երբ որ ես Ադրբեջանի պետանվտանգության կոմիտեի նախագահի տղան էի, նաև այդ համակարգի անդամ էի, հա, եւ շատ բաներ սովորում էի իմ երկրում եւ Ռուսաստանում, որը աշխարհում ուժեղագույն կառույցներից մեկն է համարվում։ Դու ընդամենը չգիտեմ ով էր, կայր թե չկայր, պապատ մամատ գիրղուշ էին գցում ծնվեր թե չէ, օրինակ եմ ասում։ Չէ, Ալիևին մենք իսկապես դի լուրջ նայենք, որտեղ մեր անլրջությունը վերջում բերում է սրան։ Բան չէ, մատնոց չենք ֆորստում։ Այդ մարդը երբ որ այսօր ձեռնոցան հետում Ռուսաստան հասկանում եք դուք։ Ալիև այդ հայտարարությունը ես որ կարդացի, լսեցի, ձեռնոց է Ռուսաստանը։ Սա գիտեք ինչ ասում։ Ասում է, հələ մենք քեզանից ուզելու ունենք։ Դու մեզնից տարածքներս վերցի այդ Դերբենդի պահպանական խնդիրները ստեղծել։ Պրոբլեմները Միլիոնավոր բարելներ նավթ ես գողացել։ Դու հասկանում եք ինչ է։ Եվ դա հետո փոխհատուցում է ուզելու։ Ալիևը հաշվում է ամենայն հավանականությամբ, որ Ռուսաստան վիճակը գնալով ծանրանալու է եւ ընկած արջից մի պատառել ինքը փոքի ծրտալս է, չէ՞ իրան։ Հիմա Ալիևը, այսինքն այդ հաշվարկների մեջ որոշակի բայց ինքը Նիկոլը հենց էս Ալիևի հետ է ուզում խաղեր տալ ոնց որ ժամանակ ձգելու վրա։ Հա, ինքը ուզում է խաղեր տա։ Ասեմ ձեզ, եթե հիմա ինքը 2/3 հավաքեր եւ սահմանություն մտցներ, եւս լուրջ ռիսկեր կար։ Սահմանության նոր սահմանությունը Հայաստանում ռիսկեր կարող առաջացներ։ Ինքը դա համար 2/3 չվերցրեց։ Անկամ 50% գումարից մեկ չվերցեց։ Խեղճ իշխանությունը 0.26 չկարացավ։ Սա ցուցիչ է, չէ՞։ Բայց կարևորը ցուցիչը իր 3/5-ն է։ Եթե օրինակ որ դատախազին կարող է նշանակել։ Ոչ միայն դատախազ, դե կարևոր օղակներ կա։ Սահմանադրական դատարան կա, բարձրագույն դատական խորհուրդ կա, հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողով կա։ Չդատվելու երաշխիքը այդ ունի, մնացած իրեն հետաքրքիր չէ։ Հա, մնացածը ռիսկ է բերում, իրան պետք է այդ իշխանությունը այդ ռիսկ է, 2/3-ը ռիսկ է, չէ։ 2/3 նոր սահմանությունը ռիսկ է։ Իսենց ինքը կարա ձգի այնքան, ինչքան որ ձգի։ Ես չգիտեմ ինչքան այդ վերջին կփոքրի Չէ, բայց ինչքան, որովհետև դուք խոսեցիք պատմական հնարավորությունների պատուհանների մասին, սա մեր հասարակությանն էլ ասենք, որ աշխարհակարգի փոփոխության ժամանակաշրջան չլիներ, անկախ մեր հասարակության կամքից, կարող ենք Արցախն էլ չկարողանայինք ազատագրել։ Այդ պատուհանը այդ ժամանակ բացվեց, որ հայ ժողովրդի կամքը կար, բայց հնարավորություն էլ պիտի լիներ դա անելու։ Եվ այդ հնարավորությունը խորհրդային միության փլուզումներ, այդ աշխարհի վերափոխումներ, միաբևեռ աշխարհի անցման փուլներ եւ այդ օգտվեց։ Հիմա Ալիևն էլա չէ հասկանում, որ այս փոփոխությունների ժամանակաշրջանը սա տասնամյակներով չեն գնալու։ Ինքը կամ հիմա պիտի իր համար հարցը լուծի եւ առնվազն մի քանի տասնամյակ իր ընտանիքի համար ապահովի իշխանության շարունակականություն, կամ ինքը ունենալու է միայն խնդիրներ։ Այդ նաև ֆիզիկական անվտանգության խնդիրներ, որովհետև այն ինչ մտահոգություններ Նիկոլ Փաշինյանն ունի տարածքներ հանձնելու, զիջումների տակ դնելու, դա ֆիզիկական անվտանգությունն է։ Ալիևն էլ այդ մտահոգություններն ունի, արդեն ինքը հակառակ պիտի գրավի, որպեսզի ապահովի իր անվտանգությունը։ Ես կարծում եմ Նիկոլը Ալիևի այդ քայլերը փորձելու է հակակշռել երկու պետությունների հետ առավել սերտ եւ ջերմ հարաբերություններ աշխատանքային։ Մեկը Թուրքիան, առաջինը Թուրքիան է։ Ինքը փորձելու է Ադրբեջանի նախագահի այդ քայլերը հակակշռել Թուրքիայով։ Երկրորդը Իրանը։ Ես կարծում եմ, որ Իրանի հետ Հայաստանը սկսելու է Այս Թուրքիայի դեպքում ստացվում է, որ ինքը բացահայտ ֆիզիկական օկուպացիան փոխարինում է անտեսանելի օկուպացիայի, որ ժողովուրդը միայն չբարկանա, որ իշխանապողություն չլինի իր իշխանության համար, ռիսկեր չլինեն լրացուցիչ, որը ինքը չկարողանա կառավարել։ Բարձր։ Հիմա եթե մի պահ տեսականորեն մտովի դու քեզ պատկերացնես իր տեղում, իհարկե
այդ տարբերակը։ Ես կարծում եմ իր հիմնական խաղաքարտը այս ամենի մեջ Թուրքիան է դառնալու։ Բայց համաձայն եք, որ Ալիևի մատը ձգանին է ամեն դեպքում, որովհետև ինքը Ալիևի հասկանում է, որ ժամանակ իր դեմ է աշխատում։ իր խնդիրը ինքը միայն ուժայինով կարող է լուծել։ Իր շահերի սպասարկման համար իր համար այդպես շատ մեծ ժամանակ չկա։ Իսկ պատկերացեք ու Ուկրաինայում պատերազմը կանգնում է։ Այս ոնց որ գիտեք որն է Եվ Ալիևի պատասխան տալու ժամանակն է գալիս իր հայտարարությունների համար։ ոչ միայն հայտարարությունների։ Եւ գործ Ուկրաինային կոնկրետ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար։ Այդ երկրորդական է, գետնի վրա առարկապես Ուկրաինային օգնելու։ Այդ հայտարարություններ են կամ հայտարարությունները բան չեն։ Դե պարոն Աբեցյան, Ռուսաստանի մասով մի այսպիսի հետաքրքիր հարցադրում կա, որ ես նկատում եմ։ Որում կարծում եմ, որ լեգիտիմ հիմք էլ կա այս հարցադրման։ Մարդիկ ասում են, լավ, Ալիևը ավելի վատ հայտարարություններ անում, չէ՞, ռուսների դեմ, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինչու արձագանքը այնպեսին չի, ինչպեսին Հայաստանի նկատմամբ, այսինքն օրինակ ինչի հիմա ադրբեջանական ապրանքների դեմ սանկցիաներ չկան, այս ծավալի, չնայած ասում են որոշակի սանկցիաներ կան։ Ինչի է Ռուսաստանը շարունակում գազ տալ Ադրբեջանին, որ նա էլ վաճառի Եվրոպային եւ հարստացնի իր բյուջեն։ Գազի պավ ես չեմ կարող հաստատ ասել, չասեմ են ինչ որ չգիտեմ, բայց ես ուրիշ բան կարամ ասեմ, Ռուսաստանում ամենաուժեղ կազմակերպված համայնքներից մեկը ադրբեջանական համայնքն էր։ Հիմա այդ համայնքը Ջարդեցին։ Իհարկե։ Եվ պատական չի, որ Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք այդ օպերացիայի ժամանակ լարումների դաշտի ժամանակ ձերբակալվեցին Ադրբեջանում նստած են, չէ՞։ Հոդվածներում նստած են այդ մարդիկ, որ այդ թեմայի հետ ընդհանրապես կապ չունեն։ Հետաքրիր բան ասեցիք, որովհետև այստեղ տարբերությունն է նաև հայ համայնքին օրինակ ձեռք չեն տալիս, չկա այն գործողություններ ինչ։ Եկեք ես, քանի որ մենք գնահատում ենք հայտարարություններով, դու վստահաբար 99% հավանականություն կա, որ սխալվես, հայտարարությունով մի գնահատի։ Գործողություն։ Իհարկե։ Հայտարարությունն հիմա քաղաքականություն է, հիմա այսպես էլ ասա, այնպես էլ, բայց գործողությունը։ Հիմա գործողությունը ասում ադրբեջանական համայնքը մեծ հաշվով ծնկի է բերվել։ Այդ խնդրը, որը Ռուսաստանի համար կարար դառնար լրջագույն խնդիր, այնպես ինչպես Աֆղանստանից Պարսկաստան եկած փախստականները, որոնք 12 օրվա պատերազմի ժամանակ ամենամեծ ավերը բերեցին Պարսկաստանին դրանք եւ հետո Իրանին։ Հետո Իրանի ղեկավարությունը դրանց միլիոններով, ինչպես ասում են, փաթեթավորեց ու ասաց գնացեք ձեր հայրենիքը, թալիբները սպասում են ձեզ։ Ասաց իմ լավությունը ձեզ, որ եկել եք ստեղ, թույլ տվել եմ, հնարավորություններ տվել եմ ապրելու, դուք թիկունքից ինչ կապ ունի, որ 1000 հոգի են արել։ Թող այդ մի քանի միլիոնի մեջ այնքան խելացի լինեին ղեկավարները, չլիներ դա։ այդ 1000-ին ձերբակալեին, գտնեին, բացահայտեին, որ թիկունքից, բա իհարկե այդ ամբողջ այդ փարուսիկները բաները սա դրանք են դրել։ Հետո արագ բացահայտվեց, չէ՞։ Հիմա այդ առումով մենք առարկայացնում ենք ադրբեջանական համայնքը բավականին թուլացել է, կարելի ասել շատ տեղերում գլխատվել է, մեծահարուստները խեղճացած, փողերը դուրս բերած եւ այլն։ Հիմա նայեք Հայաստանի իշխանությունների կեցվածքին հայ համայնքի ունդեղ հնարավորություններ չեն անում, չէ՞ մեր հանդեպ։ Իդեպ մեկ զուգահեռել բերեմ 2008-ի օգոստոսի 8 հարավային Ես ուրիշ բան ասեմ, հա, պարոն Աբեցյան։ Չնայած այս սանկցիաներին, որոնք հրապարակային կան, հայկական ապրանքները ինչ որ ծավալով գնում են Ռուսաստան։ Եւ վստահաբար ռուսները կարող են, չէ՞, դրա ճանապարհը փակել։ Կասկած չունենանք։ Դուք հասկանում եք, այսինքն ես օրինակ անձնապես դեմ եմ եղել այդ Մոսկվայի այդ որոշմանը եւ գտել եմ, որ դա Հայաստանի քաղաքացիությունն այլի վնասում, ոչ թե Փաշինյան Նիկոլի իշխանությունը թուլացնում է, վստահաբար։ 2008-ի օգոստոսի 8-ին Վրաստանը, որը առավել ամենակազմակերպված համայնքն էր Ռուսաստանում, այդ մարդկանց փողոցներում գտնում էին, չէին էլ թողում տուն գնային, ինչ լցնում էին մեքենաները, հետո պատրում ճանապարհ։ Իքնաթիռ չտանում նստացնում էին Իքնաթիռ ու հայդա Վրաստան, ու всё։ Ու վրացական համայնքը եղած չեղած ինչ ունեն, այնտեղ ոնց են մեծահարուստներին լավ ասում են, ընկեր ունես ռուս, հա, դե իրան նավերթու փաստաթղթը դու գնա, քեզ շատ չենք նեղացնի։ Ու վրացական համայնքը, որը առավել սովետի ժամանակ էլ էր այդպես, ամենակազմակերպված համայնքը։ Հիմա գրեթե գոյություն չունի։ Հիմա ադրբեջանական համայնքը, որ առավել ֆինանսական կապերով, եղանակ ստեղծող, մեծ հաշվի հիմա ծպտուն լսում եք, բայց հայկական համայնքը ոնց կա իր հնարավորություններով, կապերով, որևիցե ձևով, որևիցե մեկի գլխից մաս չինգել, չէ։ Սա է գործողությունը։ Մնացած այդ հայտարարություն բան այդ կենացները են կողեք տնում, հա։ Ուստիև հիմա մենք արձանագրում ենք, եթե
Ալիևը այս քաղաքականությունը Ռուսաստանի դեպ գործնականում ավելի խիստ արեց, ես կարծում եմ, որ ուղղակի այդ համայնքը իր ունեցած չունեցածը ինչ որ մնացել է, թողելու է ու վրացիների նման ճողոպրելու է, եթե այդպես է լինելու։ Իսկ Ալիևի այս հայտարարությունները բերում է դրան, որտեղ իր գործողությունները Ուկրաինային զինելու, Ուկրաինային օժանդակելու Ռուսաստանը շատ ցավոտ բան է դա, ասած։ Բայց այդ գնացողներն էլ իրենց կորուստները Ալիևից են պահանջելու։ Այդ արդեն Ալիևի ու կորուստ ունեցողի խնդիրն է։ Իհարկե, Ալիևի երկրում Ադրբեջանում առաջանալու է ունեզրկված հսկական մարդկանց մի զանգված, որը ատամները սրում է եւ պատրաստ է իշխանությունը վերցնել, ուղակի վերցնել։ Իհարկե, բա մարդիկ տասնյակ տարիներով ստեղծել, արարել, աշխատել, հազար փորձությունների մեջ անցնել, մեկ էլ երկրի ղեկավարի։ Այդ նույնն է, որ եթե հայերի նկատմամբ անեն, հիմա ընդեղի հայերը ո՞նց են վերաբերվելու Փաշինյանին։ Եթե արվի Փաշինյանի քաղաքականության հետևանքով է, չէ՞ դա արվելու։ Եվ իհարկե, եթե ունեզրկվեն կատար գրպաններով սոված հայտնվեն Հայաստանում։ Երբ որ մարդիկ աշխատել են սերնդեսերունդ, մեկ սերունդ չի ինձ որ աշխատել են, դատակ գրպանով նվաստացած եւ այլն գալիս են Հայաստան։ Փաշինյանի իշխանության ամենամեծ սպառնալիքը իրանք են դառնալու։ Եվ Ռուսաստանը հրաշալի գիտի, ինքը չի ուզում այդ օգտագործի, հասկանում եք դուք։ Ինքը Ադրբեջանին մի ձևով է նայում, քաղաքակրթական առումով Ռուսաստանի նախագահը, երբ որ Հայաստանի մասին խոսում էր, գնահատում էր թե հայ-ռուսական, առաջին բառը գիտեք որն է եղել, քաղաքակրթականը։ Հարգելիս, Ադրբեջանը Ռուսաստանի հետ քաղաքակրթական որևիցե ընդհանրություն չունի։ Մենք ունենք։ Այդ ժողովրդի համար մենք արժեք ենք, մեծագույն արժեք ենք։ Այդ մարդիկ ամեն ինչ չի որ նյութով են նայում, Եվրոպացու նման կամ Տրամպի նման փողն է հաշվում, սենց հայտարարություն անեմ, նավթի գինը կբարձրանա, այսքան փող կաշխատեն մեր տղերքը։ Այդպես չի։ Իրենք նաև շատ կարևոր հարցումով են նայում։ Ուստիև ես ասում եմ, Ռուսաստանը դեռևս մեր հանդեպ այս տնտեսական եւ այլ տենկում դիրել է։ Իմ համար շատ կարևոր է մեր բյուջեի որոշակի ստվար մաս առաջանում է Ռուսաստանում աշխատող հայերի տրանսֆերներից մեկ 3 միլիոն հայություն, որ այնտեղ մեծ հաշվով եղանակ ստեղծող բան է, էթնոս է, կազմակերպված իր եկեղեցով, եկեղեցու իր թեմով եւ մեծ հեղինակությամբ։ Մենք շատ տեղեր, իդեպ ասեմ, այդպիսին էին հայերը բոլշևիկյան Ռուսաստանի առաջին օրերին, երբ որ 1915 Ղարախանը եկավ, առաջարկեց, չէ, 2-3 անգամ ավել Հայաստան ասեց համաձայնվեք, դուք գնում եք Թուրքիայից Հայաստան, երբ որ հայ չկա, թուրքերն ու քրդերն են այնտեղ, դուք այնտեղ ինչ Հայաստան, վերջում այդ մեծ Հայաստանը ձեր Ամերիկայի խոստացած սևրով, Հայաստանը 5-10% ալնելու, դեռ դուք ինչ եք եղանակ եք ստեղծելու, չէ, Ղարախանին ասին գնա ապեր, չէ, մենք մեզ քարտեզ ապեր, հեսա քարտեզը, հեսա սևրը, եւ այտենց բաների հետ, հա, երազների հետևից ընկած 10,000 քառակուսի կիլոմետր Ալեքսանդրապոլի կամ Ալեկպոլի պայմանագրով ունեցան։ Հիմա այն ինչ-որ առարկական, այս առարկականը պետք է պահել, իսկ ընդեղի հայությունը մեր այստեղի հայության զարգացման, պետության կայացման, լրջագույն կապեր, կրթություն, հազար բան, արտադրություն, ոնց ուզում եք նայեք։ Լավ է, վատ է, այդ Ռուսաստանն է, մենք ուրիշը չունենք։ Փաշինյանը այսօր հնարավորություն անձեռնում, որ դա դառնա Թուրքիան։ Բայց Թուրքիան էլ է նայում, թե որ երկրներում իր մասնագետները գնան սովորեն, կրթություն, հո չափելի չի Թուրքիայի համար մենք ենք դառնում իրենց Ադրբեջանը քաղաքակրթական օտարություն ունենք, այսինքն։ Իհարկե։ Եվ ցեղասպանության հանգամանք։ Ներքին թշնամանք, ցեղասպանության հանգամանք։ որը չի դրսևորվի, բայց այդ ներքին թշնամանքի ատելությունը կա, չէ՞, դիտո չի անցնելու, չի գոլորշանալու, չի վերանալու։ Եվ հետաբար այո, Ռուսաստանի հետ ես ընդդիմությունը հիմա ճիշտ է, ոնց որ արձակուրդային վիճակում է։ Պայքարի խրամատը տեղափոխվել է ծովափ, ասում են։ Դե տանջվեցինք, էդ էլ ընդունեք, բան Ինչ է նշանակում։ Ընդդիմությամբ, այսքան չաչարվեցինք։ Պրեմիա եք ձեզ տալիս, գնում եք հանգստանում եք, հա։ Բա ինչ անենք։ Պատերազմի ժամանակ պրեմիա ու հանգիստը ո՞րն է, իսկ մենք պատերազմի մեջ ենք։ Դուք Իրականում լավ, դա կատակ արեցինք, ընդդիմությունը կարծեք թե հարցերի պատասխաններ չունի։ Շատ հարցերի, որտեվ դուք որպես վերլուծաբան ով ազատ եք քաղաքական կապանքներ չունի, կարող եք խոսել իրականության մասին այնպես ինչպես կա։ Դե մենք լավ ենք հասկանում, չէ՞, քաղաքական միավորը ենթադրում է ինչ որ շրջանակ, սահմանագծում, որ այսի չես կարող ասես Եվրոպային լավ բան, վատ բան ասես վիզայից կզրկեն, ընդեղից փողա գալի, հարցա գալի, շփումներ կան,
բան կա, Ռուսաստանին բան ասես կպատժեն, տարբեր բաներ կան, էլի, իրավիճակներ կան։ Ես ոնց որ համ որ վերլուծաբան, համ որպես ընդդիմության շարքերում եղած մարդ հասկանում եմ եւ ձեզ եւ Այսինքն դուք ըմբռնումով եք մոտենում ընդդիմության այս խիստ կրավորական կեցվածքին այս օրերին, այո։ Արդարացնում եք, իսկ արդարանում ես ըմբռնումով չես, հասկանում եմ։ Դա ըմբռնումն է, էլի, հասկանալ ըմբռնումով եք մոտենում։ Չէ։ Ես օրինակ հասկանում եի նաեւ թե Հարգելիս, եթե մտել ես կռվի մեջ եւ բազում կապանքներ կան, որը քո քայլերը, ճիշտ քայլերը թույլ չի տալիս անելու, մի մտի տեղ։ դե հիմա մենք ինչ անենք որ այս թարախը չտվեց իշխանությունը։ Այսինքն, Նիկոլը։ բացի պետք է տալ որ։ Ես ինքնակնկալում ճիշտ ասած։ Ոյսի բան չի որ ուզես տա վճարը տաս։ Հարգելիս, իշխանությունը նախ Հայաստանում Դե մենք եւ այն օթանավականի տղեն գիտենք որ լավ ուզում ես տալիս են։ Հարգելիս, ուրեմն իշխանությունը Նիկոլինը չի ամբողջությամբ ավելին։ Նիկոլը Հայաստանում քիչ իշխանություն ունի։ Հայաստանում իշխանությունը արտաքին խաղացողների դերակատարների մոտ է, որոնց իշխանությունը չերևացող է։ Դե այդ արդեն Եվ հետաբար 18-ին ինչա, դուք ուզում եք ասել, որ 2018-ին Նիկոլին ինքն է իշխանություն վերցրել։ Ներկա իշխանություններին այն ժամանակ ստիպել են։ Եթե չստիպվեին։ Մի րոպե այլ հարց է ստիպել են, հետևա, ես այլ բանի մասն եմ խոսում։ Եվ որ ստիպել են, ուրեմն նրանք ովքեր որ ստիպել են, այդ ուժերը, որոնք իրոք կան։ Նաև պահում են։ Իհարկե, այսինքն դու եթե վերցնում ես Հայաստանում իշխանություն, դու պետք է վերցնես ումից իշխանություն առաջնորդին։ Այ դրանցից։ Եթե դու այդ ուժերի հանդեպ ունես բազմաթիվ գրված ու չգրված, երևացող ու չերևացող ոնց որ ընկերությունը փորձեն է սխլել զուտ կառավարչից, ոչ թե սեփականատիրոջ։ Ճիշտ է, շատ ճիշտ լավ օրինակ բերեցիք։ Հա, հիմա ընկերության տերը կառավարիչի չի, դու հիմա կառավարչին ասում ես դու։ Այն մարդը մեռավ ասելով։ Ասում ես տալու լիազորություն չունեմ։ Չունեմ, ես ինչ տամ։ Ես կարամ ստորագրեմ, որ ասենք ստեղ հանգիստ մտնես հելնես, քեզ չծեծեն Հա, այս որպես կառավարիչ, հա, բայց սեփականատերը ես չեմ։ Բարձր եմ ասում։ Հիմա մենք առատից երկուն կառավարչին ասում ենք դու իշխանությունը։ Լավ, այդ մարդը ինչքան ասի, որ իմը չի։ Ակցիաներ կան, նույն բաժանված է, օրինակ Ֆրանսիան մտածում էր ամենաշատ ակցիաներ իրաններ։ Թուրքիայի ներկայացուցիչը եկավ, ասես փախք։ Սս մերն է։ Կամ փող են դրել գործի։ Բացի փող, դուր Ֆրանսիան ուր հլմիա դու գնա քո այնտեղ միջերկական ծովի ափերում ֆրֆրա, մենք էլ ենք այնտեղ, չէ՞, Կիպրոսով բանով, չէ՞, Թուրքիայի հանրապետության Կիպրոս, մենք էլ այնտեղ կանք։ Դու ստեկել ես տղու ես ա։ Դե հողային օրենսգրքում էլ չէ, այդպեսի կարգավորում կա կարծեմ, եթե որևէ հող է վաճառում, առաջինը կողքի հարևանի հողատիրոջն են առաջարկում։ Ճիշտ է, բայց Թուրքիան առաջնայնությունը իրեն է տրվում։ Իհարկե, Թուրքիան ասում է ես եմ ստեղ, դու ես այն գեր Ֆրանսիա։ Այ Մակրոն, որը 5 րոպե պակաս գնացած ես։ Մենք որ ստե ցեղասպանում ենք այս ժողովրդին դուք ուր եք։ Էրդողանը ասում է ես ստեղ մնալու եմ մինչև ցմահ, կամ նշանակելու նրան, ում ես գտնում եմ ճիշտ։ Այսինքն էլի ումը նշանակում եմ իմ գիծն է տանելու, չէ՞։ Իսկ դու ընդամենը այսօր կաս վաղը չկաս, դու այնտեղ ստարմեր, չէ՞ նա հարցերը, շուտով մերցը։ Դուք սաղդ գնացող եք, քաղաքական դիակներ եք։ Իսկ ես ստեղ ամուր կանգնած եմ։ Եվ իրական ազդեցությունը մեծ առումով բանի Ռուբեն Ռուբինյանի նշանակումը Նիկոլի կողմից։ Ես հիմա չեմ ուզում էլ այդ դավադրապաշտական բաների մեջ մտնեմ տեսություններ, որ Թուրքիայի զանգի ասել են Ռուբինյանին կնշանակի։ Ես կարծում Նիկոլը այդքան հասկանում է։ Ինքն հասկանում է որ Ռուբինյանի նշանակեր։ Ինչպես։ Հասկանում է որ պիտի Ռուբինյանի։ Այո, եւ նշանակում է Ռուբինյանին։ Ինչի համար եմ սա ասում, որ մենք իրական, բայց շատ լավ օրինակ բերեցի, ես մյուս տեղերը անպայման կօգտագործեմ քո օրինական իրանքով։ Կառավարչի եւ սեփականատիրոջ։ Մենք հիմա այս խեղճ կառավարչի վզին թոկը գցում ենք, ասում ենք այդ ընկերությունը տուն ես։ Ինքի դրա իրավասությունը, լիազորությունը չունի։ Ընդ որում 18-ին մի սեփականատեր է եկել, իդեպ ասեմ ձեզ։ Հիմա լրիվ ուրիշ սեփականատեր։ Նու այն սեփականատերը միջնորդավորված կար մի քիչ, իսկ հիմա Իրանը շատ է, ակցիաները շատ են Թուրքիայի, իհարկե։ Հիմա այս սեփականատերը ասում է ես եմ ստեղ, այս իմն է, այս տարածքը, ամբողջ հարավային Կովկասը։ Հարգելիս մարդիկ ուզում են արդեն Կասպից ծով մտնեն Ադրբեջանով, նավատորմ սարքեն։ Թուրքիայի հավակնությունները կայսրության հավակնություններ է։ Մենք այդ պետության քայլերը եթե լուրջ չեն գնահատում, այդպես մատների արանքով, էլի։ Ուղղակի Թուրքիան ունի Էրդողանը մի շատ խոցելի բան։
ասենք չլինի Էրդողան եւ մի 50 հոգի թեման փակվում է։ Ի տարբերություն, որտեվ ինքը չկարողացավ Սունի մահամեդական կրոնապետություն ստեղծել։ Դեռևս չի ստեղծել։ Ինքը չունի պահապանների կորպուս։ Իրանը ունի, Իրանի ուժը կայանում է նրանում, որ ինքը կարողացավ եւ այդ կորպուսը ստեղծել եւ այաթոլաների ինստիտուտը որպես կառավարման գործիք եւ ժողովրդին ավել կամ պակաս չափով բոլորին ներգրավել երկրի կառավարման մեջ, ամեն մեկին իր չափով։ Իրանի ուժը դրա մեջ է կայանում։ Հիմա եթե Էրդողանը կարողանա ստեղծից, դա մի օրում չի ստեղծում, կարծում եմ այդքան էլ հեշտ չի։ Աշխարհիկ ուրեմն Աթաթուրքի Թուրքիայից բերել Չէ, կայսրություն։ հետո գաղափարախոսական կենտրոն պիտի լինի։ Սունի իսլամի կենտրոնը Թուրքիան չի։ հիմա Շիա իսլամի կենտրոնը Նայ, Իրանն է։ մրցակցությունա չէ, Թուրքիան հավակնություն ունի, որ ինքը լինի, որտեվ ասում եմ մի քանի 100 տարի կայսրությունը սուլթանները իրենք մահամեդական էին։ Հիմա ասենք այն երկիրը, որտեղ Մեքքան ու Մեդինան է, ասում է, չէ, մենք պիտի լինենք, Թուրքիան ասում է, լավ, դուք ընդհանրապես տարածք եք էլի։ Ոչ ավել, ոչ պակաս։ Դե ամեն դեպքում կա Մուհամեդի ժառանգության հարցը։ Հասկանում եմ, բայց Թուրքիան, եթե ինքը Էրդողանը հավակնում է հզոր կայսրություն սարքել, կստացվի թե չէ, ես կարծում եմ չի ստացվելու, որտեվ կան պետություններ հզոր, որոնք խոչընդոտելու են այդ կայսրության ծնունդին։ Մեկը մեր հարևան Իրանն է, մյուսը մյուս հարևան Ռուսաստանն է։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Ես շեշտեմ զրուցում եի Հայկ Նահապետյանի հետ, տեսություն կհանդիպենք։